մոտիվացված մարդը մի քիչ լավ չի քնում, մոտիվացված մարդը մի քիչ ավելի տագնապային է, այսինքն ինքը անընդհատ ինչ-որ սպասման մեջ է, ինչ-որ սիրտ արագ աշխատում եւ այլն, մտքերը չեն հանգստանում գլխի մեջ։ Մոտիվացված մարդը օրինակ կտրվում է իր շրջապատից, որովհետեւ մոտիվացված մարդը, որը կենտրոնացած է մի առաջադրանք իրականացնելու վրա, մեկ այլ տեղում, օրինակ ընկերական շրջապատում, ընտանիքում։ Նոյեմբերի 16-ին Ախալքալաքում տեղի ունեցավ կարևոր եւ հոգատար միջոցառում, ժամանակակից գրող Դավիթ Մեջլումյանի հետ հանդիպում։ Գրողը իր հետ բերել էր իր նոր գրքի երկու օրինակ՝ գրողի տարած մոտիվացիա ստեղծագործությունը, որը հասցրել էր դառնալ երիտասարդների սիրելի մոտիվացիոն ուղեցույց։ Հանդիպման վերջնական նպատակը մեկն էր՝ խթանել երիտասարդների հետաքրքրությունը գրքի եւ ընթերցանության հանդեպ։ Ես Դավիթն եմ, Երևանից եմ, գրել եմ գիրք գրողի տարած մոտիվացիա, գիտահանրամատչելի գիրք մոտիվացիայի մասին։ Այսօր Ջավախքի երիտասարդները համախմբվել ու կազմակերպել էին հետաքրքիր հանդիպում ընթերցողների հետ եւ քննարկեցին գրքի հետ կապված գաղափարները, քննարկեցինք, պատասխանեցի բոլոր հարցերին մասնակիցների եւ իհարկե շատ երիտասարդներ հետաքրքրված էին իրենց հետաքրքիր գրքերը գրելով եւ փորձեցի իմ անցած ճանապարհի ու փորձի մասին որևէ խորհուրդներով օգնել իրենց։ Ախալքալակ եղել եմ 2024 թվականին հզոր միտք միջոցառմանը, որտեղ խոսնակ էի եւ որտեղ էլի խոսել էի մոտիվացիայից ու տպավորությունները շատ դրական են։ Վրաստանում շատ եմ եղել, ոչ առաջին, ոչ երկրորդ անգամն է, Թբիլիսիում բոլոր Բորժոմի հայտնի քաղաք, մի խոսքով շատ հայտնի քաղաքներում եմ եղել Վրաստանի, քանի որ մոտ է, հաճախ գալիս եմ նաև գործնական հարցերով։ Ջավախքում արդեն երկրորդ անգամ եմ, միայն դրական տպավորություններ են, որովհետև իմ ընկերներն են շատերը այստեղից։ Ինձ հարազատ արդեն դարձած շատ մարդիկ կան այստեղ երիտասարդներից, որոնց նաև հաճախ հանդիպում եմ Երևանում։ Եվ ուզում եմ ասել, որ այս ամենը միայն ոգևորող է ամեն առումով։ Եվ երիտասարդների համար փոխ ոգևորող մեկը մյուսին հույս ու ուժ տալով, եւ մեզ համար, որ երիտասարդները անկախ նրանից, որ գտնվում են իրենց համար հայրենիք համարվող երկրից հեռու, շատ հեռու չէ, բայց որոշ չափով միևնույն է պահպանում են իրենց ինքնությունը, կարևորում են ընդհանուր ու բոլորիս համար շատ բարձր համարվող արժեքների պահպանումը եւ տարածումը ու գումարած դրան նաեւ փորձում են ստեղծել տնտեսական բարիքներ, որի համար էլ երևի կարիք են ունենում հանդիպել ինձ նման մարդկանց ու ինչ-որ հարցեր տալ, որպեսզի գտնեն այդ իրենց անհանգստացնող հարցերի պատասխաններ։ Մտքեր շատ կան, այո, այսօրվա մեր հանդիպման ընթացքում էլ մասին խոսեցի, որ կան նոր գրքի գաղափար, գուցե այն զարգացնելու կարիքը կա, որպեսզի դառնա գիրք, այս բանին ինքը գիրք չի, ինքը ուղղակի հետաքրքիր գաղափար, որի մասին կարելի է նստել զրուցել, բայց որպեսզի դա դառնա գիրք, դրա համար աշխատանք է պետք եւ ես հենց այդ աշխատանքի փուլում եմ։ Հուսամ գիրք կդառնա, խոստանամ այն ժամանակ, երբ համոզված լինեմ։ Դավիթ Մեջլումյանը երիտասարդների հետ կիսվեց իր ստեղծագործական ճանապարհի, գրքի գաղափարների, ծննդյան եւ կյանքի դժվարությունները հաղթահարելու մեթոդների մասին։ Գրողը պատմեց, թե ինչպես է գրողի տարած մոտիվացիա գիրքը օգնում ընթերցողին բացահայտել սեփական ներուժը, գնահատել իրենց ուժերը եւ քայլ առ քայլ մոտենալ նպատակներին։ Այսօր գրքերի եւ բանավեճերի մեր ակումբում հյուրընկալեցինք գրող, ժամանակակից գրող Դավիթ Մեջլումյանին, ով իր հետ բերել էր նաև իր գրքից երկու օրինակ, գրողի տարած մոտիվացիա գիրքն է հեղինակել Դավիթ Մեջլումյանը։ Մեր գրքերի եւ բանավեճերի ակումբը գործում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Օրջա գյուղում եւ ծառայում է այն նպատակին, որպեսզի երիտասարդները ավելի շատ կարդան եւ դա լինի ոչ միայն դասական գրականություն, որը շատ կարեւոր է, այլ նաեւ ժամանակակից գրողներ, ունենք հայալեզու գրականություն, վրացալեզու գրականություն, անգլալեզու գրականություն եւ բոլոր երիտասարդները, ովքեր ունեն ցանկություն եւ
մեր գրքերի եւ բանավեճերի ակումբի անդամներ են, կարող են վերցնել գրքեր եւ կարդալ։ Այսօրվա հանդիպումը շատ կարևոր էր իրենց համար, որովհետև կարդալ գիրքը ու հետո հանդիպել հեղինակին, հարցեր հղել, դա շատ կարևոր է եւ շատ պրոդուկտիվ հանդիպում ունեցանք, քանի որ շատ հարցեր ունեին մեր երիտասարդները, հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղել, ստանալ պատասխաններ եւ դա եւս իրենց մոտիվացիա, իրենց ոգեշնչման համար շատ կարևոր է եւ կարծում եմ, որ նման հանդիպումներ շատ ավելի շատ պիտի լինեն եւ մենք եւս աշխատում ենք կազմակերպել ավելի շատ հանդիպումներ, տալ ավելի շատ հնարավորություններ մեր երիտասարդներին։ Հանդիպման ընթացքում երեխաները եւ երիտասարդները ներկայացան նախապես պատրաստված հարցերով։ Նրանք հետաքրքրվում էին ոչ միայն գրքի բովանդակությամբ, այլև գրողի անձնական փորձով, ստեղծագործական ընթացքով եւ մոտիվացիայի գաղտնիքներով։ Ստացած պատասխանները նրանց համար դարձան նոր մտադրությունների եւ ոգեշնչման աղբյուր։ Այսօրվա տպավորությունները շատ մեծ են, մեր հանդիպումը շատ հետաքրքիր ու բովանդակալից անցավ։ Սա մեծ երիտասարդներից համար շատ մեծ հնարավորություն էր հանդիպել ժամանակակից գրքի հեղինակի հետ, ում մենակ մենք տեսել ենք համացանցում կամ կարդացել ենք իր մտքերով, այսօր մենք այսպես առերես իր հետ հանդիպում ենք ունեցել, լսել իր մտքերը, քննարկում ունեցել, ինչը շատ հաճելի էր մեզ համար։ Տպավորությունները շատ մեծ են, կուզեմ այսպիսի հանդիպումները շարունակական լինեն ու այսպես երիտասարդներն ավելի կմոտիվացվեն յուրաքանչյուր հարցում, թեկուզ նախաձեռնողականություն եւ թեկուզ համայնքի համար ինչ-որ նոր բան անելու համար։ Միջոցառումը անցավ ջերմ, ստեղծարար եւ ամինչական մթնոլորտում։ Երիտասարդները հույս հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումները կդառնան ավանդական եւ շարունակական։ Իսկ ընթերցանության նկատմամբ սերն ու հետաքրքրությունը ավելի խոր։ Դավիթ Մեջլումյանի այցը եւ նրա գրքի ներկայացումը վառօրինակ էր, որ գիրքը միշտ մնում է լավագույն ուղեգիծ զարգանալու, մտածելու եւ մեծանալու ճանապարհին։